Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Hey man, what is this? Կամ ավելի լավ է։ Սա է մոտ։ Հիմա տեսեք ոնց է տեղի ունեցել։ Մեր համայնքով մենք միշտ աշխատել ենք, որ այն հարցերը, որ վերաբերվում է մեր համայնքին, բնակիչների շահերին, բնակիչներին, այդ հարցերը մենք միշտ եղել է մեր վերահսկողության ու մեր մտահոգությունների տակ։ Բայց այս գործընթացը, այսինքն տրանսպորտային գործընթացը, կառավարությունը ստանձնել է ինքը։ Քննարկումներ որպես այդպիսին հավաքանիների հետ չի եղել։ Այդ կարծիքը մենք պետք է հնչեցնենք, որովհետև մենք գիտենք ժողովրդի որ հնչեցրել են այդ հարցը, դուք որպես ավական։ Եթե քննարկվեր վարչական ղեկավարների հետ, մեր հետ, ու հիմնավոր քննարկվեր դա ու մեր կարծիքով լիներ։ Իհարկե մենք պետք է պնդենք, որ այն ինչ որ եղել է, պետք է մնա, փոփոխությունները պետք է լինեն համարժեք ու լինեն բան։ Ոչ ճիշտ է մարդկանց իմ կարծիքով պետք է լինի երկխոսության սկզբում, որովհետև այդ երկխոսությունից պետք է գա փոփոխություններ։ Չփոփոխվող, չլուծվող հարցեր չկա։ Դե հիմա մեր միակ պահանջը այդ է, վերջնական եկանք եզրահանգման, որ բոլորը, ովքեր որ մեր դրոշանից կընտրվեն 20 հոգի, թող գնան երկուշաբթի օրը հանդիպեն, տվել ղեկավարները, մենք հասկանանք ինչ է կատարվում։ Կասախից էլ կմիանան, որովհետև այդ հարցը վաղ մենք մեր դրոշանցի մաս ենք ներողություններն ունենք, որ Կասախը պայքարել է իրացությունները։ Չկա տես բան։ Չէ, փոփոխությունները վերաբերում Նայրի խոշորացված համայնքի ավականո անդամ։ Չէ, բայց դեպքան իսկապես անում եմ, մենք ժողովրդական ռադիոից ենք վերեկանում, որ սես տրանսպորտակալում, կարող է գազել լինի, կարող է ավտոբուս լինի, կարող է միջև ստեղ գա, կարող Ձեր մտահոգությունները տեղին են ժողովուրդ, ձեր մտահոգություններն ու ձեր վրդովմունքը տեղին է։ Ոչ մի սխալ մոտեցում չկա։ Ժողովրդի մենք ենք գնահատում, հաշվի չեն առնում, չէ՞ որ ժողովուրդը Ոնը չի տանում քաղաքի մեջ, տալավ ասենք միջև ֆիզիկայի խաչմերներ, ստեղ երկու մոտեցում կա, ստեղ երկու հարց կա քննարկելու, ուղևորության ուղղությունը, վերջնակետը, չվացուցակները, մեկ էլ սակագինը, այսինքն հարգելիս, մենք չենք ուզում, որ այդ տրանսպորտը գա առաջի երկին, որ երկրորդը քննարկենք, նախ մենք չենք ուզում, որ մեր 25, մեր պայքարը 25 է, ոչ թե դա գա, ու ինքը իրավունքները տանի, մենք դա չենք ուզում, մեր այդ ողոքը հենց է դա, մենք չենք ուզում, մենք ոչ թե պայքարում ենք, որ այսօր իրան գան, իրանց ուղղությունը փոխեն, այդ մենք չենք ուզում, որ մեր 25 համարը հանեն։ Մի բան ասեմ, քաղաքի բեռնատապման խնդիր կա, Երևանի բեռնատապման խնդիր կա, Երևանի քաղաքապետարանը կառավարության հետ համապատասխան տանում են այդ քաղաքականությունը, որ Երևանը բեռնատապվի, սա բոլորս հասկանում են։ Այսինքն ինչ նշանակում բեռնատապ։ Նորից լսենք իրար, պետք է լսենք, ես պետք է ավարտեմ, որ հետո ես իրար պետք է ուրեմն ոչ թե պետք է լինի ժողովրդի հաշվին, այսինքն դա պետք է լինի դիսկուսիով, դա պետք է լինի երկխոսության արդյունքում։ Կազմեք հանձնաժողով, հանձնաժողով կազմեք խմբեր։ Եղել է, որ ժողովրդին
վերել եմ բացի։ Հիմա էլ եմ ասում, կազմեք հանձնաժողովներ։ Թող գործի։ Ո՞վ է իրանց խնդրել հանել։ Մենք իրանցից ուրիշ։ Թող երկրորդ գիծ մտցնեն, մենք դեմ չենք։ Բայց մեր երեխան ասում կրթվելը նորաձև է։ Այսօր իրանք խոչընդոտում են մեր երեխաների դիտելիքին։ Իրանք չեն կարող գնալ, իրանք բացակայելու են։ Ընտանիքում այդքան գումար չկա, որ այդքան տրանսպորտին գումար վճարենք։ Ուսումը վճարով է, տրանսպորտը վճարով է։ Ինձ լսեք։ Ակցիան արվել է, կազմեք հանձնախումբ, հասախիցեր կկազմենք, կգան կմիանան, ընդհանուր կգնանք կառավարություն։ Ապեր գյուղապետարան աչքի շետան իրանք մենակ են 25 գավարի ավտոբուսը գնում ավտոբար Ես չեմ Դրանից ավելանում է նաև այս գազելները, որ մտնել են քաղաքը։ Հիմա քաղաքը բեռնաթափվեց, ավելի ծարաբեռնել։ Վարչապետ ասեց գազելները դուրս են գալի։ Թող բարի լինի, ավտոբուսը մենք ուզում ենք։ Սա հերոս գյուղա, ինչի է, այս գյուղին ընդհանրապես չի Ամբողջ Հայաստանի ոչ մի գյուղում կազմում զինվոր մահացածություն հարգել է։ Ոչ մի օր ես գյուղ չեմ որպես համայնքի ավականի, ես իմ խնդրակը ձեզ մեկ ամեն դեպքում, երևի թե ձեզ այն էլ ամեն դեպքում հիմա մեր պահանջը մեկն է, ոչ թե մեջ, ասենք այդ տրանսպորտը կա, ինքը իրավությունը փոխի, իր ժամերը վերանայի, այ մեր պահանջը միակ այնա, որ մեր 25 համար տրանսպորտը չհանվի, որովհետև իրականում այս տրանսպորտը միակ փրկությունն է մեր ողջ համայնքի։ Բոլորս աշխատում 25 գնալով, գալով մենք որ ասում եթե դուք եք տեղյակ հանձնաժողովներ վարչական ղեկավարի հետ համապատասխան նստենք, քննարկենք, եթե պետք է բանկ նստենք, գնանք կառավարություն, քաղաքապետարան, գիտեմ, քաղաքապետի հետ հանդիպենք, խոսենք, հասկանանք։ Ինչով են բացատրում իրանք 25 ճանապարհի ինչով են բացատրում։ Նորից եմ ասում, բացատրությունը հետևյալն է, քաղաքի բեռնաթափումն է, լինելու է երկաստիճան կամ երաստիճան տրանսպորտ կառավարական մեքենաներով բեռնաթափեն, ոչ թե հասարակ գյուղացու տեղաշարժման հաշվին։ Թող իրանք կրճատվեն, թող գյուղացուն ձեռ չտան։ Մեր երեխաները պետք է կրթվեն, մենք պետք է ազատ տեղաշարժ ունենանք։ Ուզում են թող իրանք կրճատվեն։ Մենք պետք է ազատ տեղաշարժի իրանք ունենանք։ 70% աշխատանքը քաղաքում է։ Ես համաձայն եմ, ես տեսնում եմ։ Ինչ պիտի անենք։ Ժամը 7-ից վերջի տրանսպորտն է գալիս, իսկ ես ժամը 8-ին նոր իմ աշխատանքը վերջացնում եմ։ Ես ստացում եմ հավատացեք ձեր դժգոհությունը ինձ օքեյ արածած ու ես ընդունում եմ։ Ոյ մի օր չի, մի անգամ չի, մի ամիս չի։ Մենք այսինքն բայց բերեք դժգոհությունը վերացենք ավելի գրագետ հազիվ վերջագրագետը պետք է լիներ մինչև այս պահը, երբ որ դուք տեղյակ եք, բնակիչը տեղյակ չէ, որ sense փաստի առաջ է կանգնելու։ Կառավարության որոշումը տրանսպորտի նախարարության հաջորդն է եւ այդ իրենց բանը, այդ իրենց կազմած գնման ծառայությունների մատուցման Լավ, մենք ձեզ լսեցինք, դուք մի պաշտպանեք, խնդրում եմ իրանց, մենք բողոքելու ենք, չենք թողնելու գազելները մտնեն Պրոշյան, պետք է գա մեր 25 համարի ավտոբուսը գործի, մեր երեխաները պետք է գնան դասի, բուհերը երկու հերթով են աշխատում, ծանրը, ընտրանքը ինչն է, ժողով, ես համաձայն եմ, շատ, ահավորը նստել չի լինում ես երևից ապել, ոչ մեկի չեմ պաշտպանում, ես տեղ չեմ եկել 150 դրամի ժամանակ ձեն չհանեցին, հիմա իրանք որոշեցին 250 դարձնեն։ Ակցիան արվեց, ձայնը լսելի է, վերեք, ես հասկանում եմ, ես երեք իմ հարազատն, երեք ամբողջ մի օր քննարկել ենք այդ հարցը, հասախում քննարկել ենք այդ հարցը, հիմա ժողովին էլ նույն վիճակում արդեն երկար ժամանակ այդ խնդիրը կա, հիմա հարգելի պրոյեկտը ծախողված է, ես ասում միակ բանը, որ մենք պահանջում ենք հիմա, մեր 25 համարը չհանվի, ուրիշ մենք պահանջ չունենք, ոչ էլ մենք ուզում ենք, այդ գազելը գա, գազելը ուրիշ ուղությունով տանի կամ չգիտեմ, գազելը ուզում է թողա տրասայցում ուզում է, մենք 25-ը պետք է աշխատի, այո, մենք դեմ չենք, բայց մենք 25 համարի ձեր չտա, մենք 25 համարից այս
ասել շնորհակալ եմ։ Ամեն դեպքում գազելը գյուղին չի բավարարած։ Այդ գազելը ով պետք է նստի։ Գիտեք, ժամը 8-ին էլ գալիս ենք։ Ես իմ տունը գյուղի կենտրոնում է։ Մինչև ժամը 11-ը ավտոբուսը այսինքն գալիս է, որ մարդիկ էլ մեջը լիքը գնում են, դուք պատկերացրեք։ Ես ամեն օր ականատես եմ։ Բայց ժամը 7:30, այդ ինչ գնաց։ Անեշի որ 25 համար իրան չի արդարացնում։ Քաղաքի բնակիչներն լրիվ օգտվում են 25 համարից։ 25 համար ավտոբուս աշխատում է, 15-20 րոպե։ Մենք այսօր շնորհակալ ենք։ Ես ձեզ հասկանում, բայց դա պետք է լինի ոչ ստեղ։ Ինչա՞ չէ, թող մի լավ բան է ժողովրդի հետ լինի։ Մի լավ բան Արդյոք են հարցրեն, որ տենց մաքսուկ են գտել։ Ոչ մեկին։ Կավարա փոխվել։ Մի հատ ես չգիտեմ, այսքան համայնքում, այսքան ժողովրդական առհասարակ։ Որևէ մեկի ընտանիքում մի հատ լավ փոփոխություն եղած լինի։ Միակ լավ բան փոփոխություն սա այս տրանսպորտն է, որ ամեն մեկի տուն մտնել է, այս լավ փոփոխությունը։ Հիմա այդ որ ասած ժողովրդի վսի խփում։ Արանչյան մեկի լավ քուչիկներով ուրախ, զվարճ, լավ ընդունել են։ Այդ խայտարակ վիճակից։ Չէ, պետք է 25-ը ոչ մի ձևով չհամեն։ Մեր երեխաները պետք է հաճախեն բուք եւ դա չի որոշում այնտեղ նստած ինչ որ չգիտեմ 50%-ը գալիս է յուղի բնակիչների։ Պրոշյանի բնակիչ։ Մենք փակելու ենք ճանապարհը, ոչ մի երթևեկություն չեք թողել։ Մեզ ակցիան մինչև վերջ բարոշան։ Մեզ տեղեկացրին, որ 20 հոգանոց խումբ պիտի հավաքվի։ Կառավարության Գներեք, ասենք նախարարի հրամանի մեջ գրված է բարելավման նպատակով։ Եթե բարելավման նպատակով հասնեն, չէ, բեռնաթափման նպատակով։ Այսինքն տրանսպորտի քանակը ավելացման, քաղաքը բեռնաթափում է դրանով։ Չի բեռնաթափում, ճիշտ է։ Բարելավումը որ հաստատ ես չեմ տեսնում։ Դուք ավտոբուսը հանեն գազելը բերեն, այդտեղ է բարելավում։ Մենք է ձեզանից շատ շնորհակալ ենք, որպեսզի այս հարցը քննարկի եւ տեսնենք ինչ լուծում ենք ստանալ։ Ապրեք, շնորհակալ ենք։ Ես մի կարի է պայքարում է մեր գյուղապետը։ Վարձու չկա։ Մեկ շատած Գարվաց իրավիճակ, փոքր։ Ասել են երկու օրից ասել են այս։ This body is Ati ape line veçna YouTube-da Saras lokasında veçna. Ense deniz değil mi veçna? Çok takip var. Etmek. Հին օպերատոր։ Ես միշտ ասում եմ,